Օրինակ սաղս է գիտենք, Թուրքիայի կրած Թուրքիայի երկիրը չէ, միջի ապրողներն է թուրքեշ չեն, տարբեր ազգերից հավաքված ազգեր են, հենց այդ Թուրքիան, գրած է Իրան, Իրանը չէ, տարբեր ազգեր են հավաքված Իրանի մեջը, բայց վրեն գրած է Իրան, ընդեղ Թուրքիա է գրած, ընդեղ Իրան է գրած, որը արդեն գիտենք կդիգում հողերն է, դիք հայկական հայոց մեծ հողերն է, Մալինկայա Արմենիա, Վիլիկի Արմենիա, Թուրքիայի ու Իրանի հողերը, 3%-ն է, 97% այդ բանն է, Անատոլիայի երկիրն է, Հայաստանը, 3%-ն է այդ եվրոպական երկրներից, մինչև Եվրոպա հասել է Հայաստանը, խոսքի այդ Թուրքիայի հողը, որը հմի ձևավորված, նոր ձևավորվել են տարբեր ազգերի միջոցով Օսմանյան թուրքերը, իրանց տիրապետության տակ են վերցրել, Թուրքիա չէ, անվանել են Թուրքիա, միջի ապրող ժողովուրդն է, թուրքեշ չեն, Թուրքիա է տարե, մի խոսքով դիք Անատոլիան է եղե, Անատոլիանը, Ռուսաստանը և Օսմանյան Թուրքիան բաժանել է Հայաստանը, Օսմանյան կայսրությանը, դիք Անատոլիան է եղե, Անատոլիան այսինքն Հայաստան, անցնենք Իրանի հողի վրա, այս Իրանի հողը եղել է Վիլիկայա Արմենիան, եղել է Ադրբադագանը հենց հայկական հողն է, Ադրբադագանն է եղե, այս էլ ռուսները ու պարսիկները իրանց մեջ են բաժնել, էլի ռուսների ձեռքով, ինչ կատարվել է ռուսների ձեռքով, Օսմանյան կայսրությունը ու ռուսներին, անիգե ռուսներին ու պարսիկներին, ուրմը սսպես էս Ադրբադագանը, այսինքն Իրանը, ոչ Իրան է, ոչ է միջի ժողովուրդը պարսիկ է, պարսիկ գոյություն չունի, պարսիկներին շուտ սպանել են, բերը տեղաբնակներին քուրդերին են լծել, բայց տարբեր ազգեր կա, քուրդերին են լծել, ու անունը դրել են Իրան, այդ Ադրբադագանը, որը էլի եղել է Վիլիկայա Արմենիա, հմի է այս Ամերիկան, սել է խոսքիս կան ժամանակ դուք եք նստե, պարսիկները ու Թուրքիա ու Իրան, հմի նստծրել են, խոսքի կսեմ մենք այդ հողերը ձերը չէ, հմի մենք է ձեր ձերքից կվերցնենք ու տեղի կունենային, ինչ որ հմի տեղի կունենա, իրար վրա